Հին Եդեսիայի տարածաշրջանը հազարամյակների ընթացքում եղել է հայոց ու շրջակա ժողովուրդների քաղաքակրթության օրրան։ Եդեսիան հիշատակվում է որպես Աբգար արքաների նստավայր։ Այն դարձավ խաչակրաց պետության մայրաքաղաքներից մեկը և պահպանում էր հայկական համայնքի խիտ ներկայությունը մինչև 20-րդ դարասկիզբը։ Նույն տարածքում է գտնվում նաև աշխարհի ամենահին պաշտամունքային կառույցը՝ Պորտասարը։ Պորտասարը նեոլիթյան դարաշրջանի հնագույն կրոնածիսական մեգալիթյան համալիր է։ Այն համարվում է աշխարհի ամենահին տաճարը։ Հնավայրը գտնվում է պատմական հայկական լեռնաշխարհի հարավում։ Մոտավորապես 11500-ից 12000 տարեկան է։ Այն մոտ 6000 տարով ավելի հին է, քան Սթոունհենջը և եգիպտական բուրգերը։ Հայերեն Պորտասար անունը նշանակում է լեռան պորտ, երկրի կենտրոն։ Բաղկացած է 20-ից ավելի շրջանաձև համալիրներից, որոնց կենտրոնում վեր են խոյանում հսկայական, մինչև 5,5 մետր բարձրությամբ տեաձև կրաքարե սյուներ։ Սյուների վրա փորագրված են վայրի կենդանիների, առյուծներ, ցուլեր, աղվեսներ, կրյաներ, օձեր, թռչուններ և խորհրդավոր սիմվոլների բարձրաքանդակներ։ Պորտասարը կառուցվել է որսորդ հավաքողների կողմից, նախքան մարդկության անցումը նստակյաց կյանքի և երկրագործության։ Սա փոխեց պատմագիտության մեջ ընդունված այն թեզը, թե կրոնն ու տաճարները հայտնվել են միայն քաղաքակրթության և երկրագործության զարգացումից հետո։ 2018 թվականին հնավայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Պորտասարի և Քարահունջի զորած քարերի միջև առկա են աստղագիտական ու մշակութային կապեր։ Պորտասարի և Քարահունջի գլխավոր նմանությունը մեգալիթյան քարե կառույցներ լինելն է, հնագույն ծիսական պաշտամունքային նշանակությունը և կապը նախնադարյան տիեզերագիտական ու աստղագիտական պատկերացումների հետ։ Երկուսն էլ կառուցված են հսկայական, ուղղաձիգ կանգնեցված կամ շրջանաձև դասավորված քարերից։ Հնագույն համայնքների համար երկուսն էլ ծառայել են որպես հավաքատեղի, ծեսերի և պաշտամունքի կենտրոններ։ Հետազոտողների կողմից ըստ որոշ վերլուծությունների ենթադրվում է, որ Պորտասարի քարերի վրայի պատկերներն ու Քարահունջի անցքերով քարերը կապված են եղել երկնային մարմինների և համաստեղությունների դիտարկման հետ։